Ինչպես հայտնի է, մեր համալսարանը, ռուս հայկական համալսարանը ստեղծվել է 1997 թվականին, հաջորդ տարի տոնելու ենք 30-ամյակը, եւ այս տարիների ընթացքում շատ բան փոխվեց, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրության, թե Ռուսաստանի Դաշնության օրենսդրության ներքո, եւ բնականաբար համալսարանի զարգացումը ել ավելի արագացնելու եւ ապահով դարձնելու նպատակով երկու պետությունները այս տարիների ընթացքում երկար բանակցություններից հետո ստորագրեցին նոր միջպետական համաձայնագիր ռուս-հայկական համալսարանի գործունեության մասին։ Ինչ էր դա նշանակում, ըստ էության ել ավելի ամրապնդվեցին հիմքերը համալսարանի գոյության եւ զարգացման, հստակեցվեցին այսպես կոչված ռուսական եւ հայկական բաժանմունքների գոյության եւ զարգացման առանձնահատկությունները, նախկինում մենք ունեցել ենք բացառապես ռուսական բաժանմունք, ըստ էության ռուսալեզու կրթություն, իսկ արդեն քանի տարի է մենք ունենք շուրջ 25% այսօր եւ հաջորդ տարի հավանաբար դուրս կգանք ընդհանուր միջև 30% ուսանողության հայալեզու, հայկական չափորոշիչներով ձևավորված պետական համապատասխան մասնագիտությունների գծով կրթություն ենք իրականացնում, ինչպես շարունակելով ռուսալեզուն, այնպես էլ զարգացնելով հայալեզու կրթական ծրագրերը։ Եվ այս գործընթացը ավարտվեց 24 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում միջպետական նոր համաձայնագրի կնքումով, ստորագրումով, այնուհետև 25 թվականի ընթացքում բանակցությունները շարունակվեցին եւ 26 թվականին այս տարի վերջերս ստորագրվեց մեր համալսարանի նոր կանոնադրությունը, ինչը ենթադրում է մի շարք փոփոխություններ դրական իմաստով, ընդլայնվում են մեր հնարավորությունները, թե ֆինանսական, թե ծրագրային, թե գիտության զարգացման, մասնավորապես այս տարի առաջին անգամ մենք ստանում ենք արդեն Ռուսաստանի Դաշնության բյուջետային միջոցների հաշվին գիտության ֆինանսավորում, այսինքն մեր գիտական խմբերը, որոնք բացառապես ֆինանսավորվում էին այլ աղբյուրներից, ներառյալ Հայաստանի Հանրապետության բյուջետային աղբյուրներից, այսուհետ արդեն մենք կունենանք նաև ռուսաստանյան ֆեդերալ բյուջեի միջոցներից ֆինանսավորվող ծրագրեր։ Մրցույթը անցկացվել է, մրցույթի արդյունքներով շուրջ 25 գիտական խմբեր են ձևավորվել, որոնցից 12-ը այս տարի արդեն ֆինանսավորում կստանան եւ այսպես կշարունակվի զարգացումը առաջիկա տարիների ընթացքում։ Եվ այս ամենի ներքո բնականաբար մեր նպատակներ երկար տարիներ մենք երազել ենք ըստ էության, որպեսզի մեր համալսարանը տարբերվի այլ ռուսաստանյան եւ հայաստանյան համալսարաններից, մասնավորապես իր բնույթով ինքը միշտ եղել է, մնում է եւ կա միջպետական համալսարան, բայց անվանման մեջ այդ միջպետական բառը չէր կիրառվում, կիրառվում էր ռուս-հայկական համալսարան եւ այսպես մեր ձգտումները ըստ էության հաջողությամբ ավարտվեցին եւ մեր կանոնադրությամբ եւ միջպետական համաձայնագրի շնորհիվ այլևս ռուս-հայկական համալսարանը կոչվում է հենց անվանման մեջ հստակեցված, ռուս-հայկական բարձրագույն կրթության միջպետական կրթական կազմակերպություն։ Ինչ է սա տալիս։ Մենք ըստ էության միշտ եղել ենք միջազգային համալսարան, միակն ենք իդեպ Հայաստանի Հանրապետությունում, եղել ենք եւ կանք միակը, որը ունի միջպետական կարգավիճակ։ Մյուս համալսարանները, որոնք ունեն օտարերկրյա մասնակցության, ամերիկյան, ֆրանսիական եւ այլն, նրանք միջպետական կարգավիճակ չունեն։ Այսինքն երկու պետությունները, երկու կառավարությունները հիմնադրել են այս համալսարանը եւ շեշտադրումը ել ավելի են ուժեղացրել, որպեսզի հանրությունը հասկանա, որ ի սկզբանե խոսքը գնում է երկու պետությունների կողմից խրախուսվող եւ երկու պետությունների շնորհիվ զարգացող եւ գործունեություն ծավալող համալսարանի մասին։ Այսպիսով անվանման մեջ միջպետական ըստ էության հասկացությունը ներառվեց եւ սրանով իսկ ամրապնդվեց այն, ինչ ըստ էության միշտ է եղել, բայց արդեն իրավական կարգավիճակ ստացանք իբրև միջպետական համալսարան։